Բարև ձեզ, բարի գալուստ, update լրատվական, առաջարկում եմ միասին ծանոթանանք օրվա լրահոսին։ Թողարկումը սկսենք պաշտոնական լրահոսից։ Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ռուսաստանի Դաշնության նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետին շնորհավորել է ծննդյան օրվա առթիվ և հղել բարեմաղթանքներ։ Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահին զանգի և շնորհավորանքի համար։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկկողմ և բազմակողմ օրակարգի ընթացիկ հարցերի վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության վարչապետը Ռուսաստանի Դաշնության նախագահին շնորհակալություն է հայտնել տարընթերցումների առիթ տվող մի շարք հարցերի վերաբերյալ հավասարակշռված դիրքորոշումների, բարեկամական տոնայնության, ինչպես նաև աջակցության համար։ Զրուցակիցները պայմանավորվել են քննարկումները շարունակել առաջիկա հարմար առիթով հանդիպման ձևաչափով։ Հայաստանը հունիսի 2-ից պետք է դադարեցնի Ռուսաստան արտահանման համար նախատեսված կենդանի ձկան և ձկնամթերքի հավաստագրումը, հաղորդում է համապատասխան ռուսական գերատեսչությունը։ Ստուգման արդյունքների հիման վրա 2026 թվականի հունիսի 2-ից հայկական կողմը պետք է կասեցնի Ռուսաստան կենդանի ձուկ և ձկնամթերք արտահանող բոլոր հայկական ընկերությունների անասնաբուժական հավաստագրումը, մինչև ստեղծված իրավիճակի կարգավորումը, բացառությամբ երկուսի, որոնք անցել են ստուգումը, ասվում է հայտարարությունում։ Ստուգումը ռուսական ծառայության մասնագետներն անցկացրել են Հայաստանում իշխանի պահպանման և բուծման ձկնավերամշակման ձեռնարկություններում ու ֆերմաներում։ Ստուգման արդյունքները եղել են անբավարար։ Ավելին, ընկերությունների կեսը հրաժարվել է ստուգումից, նշել է գերատեսչությունը։ Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է։ Երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշումն ընդունվել է 1949 թվականին կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքի կողմից։ Տոնն առաջին անգամ նշվել է 1950 թվականին և այդ ժամանակվանից նշվում է ամեն տարի։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ ազատ, սիրված և երջանիկ երեխաները խոսում են իրենց իրավունքների և դրանց պաշտպանության կարևորության մասին։ Երեխաները ունեն խաղալու, սովորելու, սիրելու իրավունք։ Ես իրավունք ունեմ կրթություն ստանալու, պաշտպանված լինելու։ Ես ունեմ սովորելու իրավունք, ազատ ժամանցի իրավունք։ Երբ որ ես խոսում եմ, պատմում եմ, պետք է լսեն։ Մարդը իրավունք ունի, որ նա լսի, նրա կարծիքը հաշվի առնել և լսելին լինի նրա ձայնը։ Մեծերը պետք է սիրելից լսեն ու չպարկանան, երբ ես խոսում եմ, լսում եմ, որ նրանք ինձ օգնեն։ Ըստ ընտանեկան օրենսգրքի երեխան ունի իր իրավունքների և շահերի պաշտպանության իրավունք։ Դրանից ելնելով երեխայի հանդեպ չպետք է կիրառել բռնություն, չպետք է ֆիզիկական կամ հոգեկան վնաս պատճառել, չպետք է խոչընդոտել նրա ազատ կրոնի իրավունքին, ազատ դավանանքի, ազատ խոսքի իրավունքին, կրթության իրավունքին։ Ես չեմ ուզում, որ ինձ համեմատեն մեկ ուրիշ մարդու կամ մեկ այլ ուրիշ անձի հետ, որովհետև ես շատ լավն եմ և ինձ սիրում եմ։ Չհամեմատեն ինձ ուրիշ երեխաների հետ, որովհետև ես յուրահատուկ եմ, ինձ օգնեմ, որ ես նոր բաներ սովորեմ։ Երբ իմ իրերին կպնում եմ, հարցնեմ նոր, պետք է կպնում։ Ես կուզում իմ իրերը, խաղալիքները առանց հարցնելու չվերցնեն, դա ինձ դուր չի գալի։ Չենք սիրում, որ մեր խաղալիքները վերցրում են։ Ես կուզեի, որ ինձ բացատրեն իմ իրավունքները և պարտականությունները։ Ես կարծում եմ, որ նրանք ինչ-որ որոշում կայացնելիս իմ մասին, պետք է առաջին հերթին հարցնել ինձ։ Ես շատ կուզենամ իմ որոշումները կայացնելու ժամանակ ես ինքս որոշում կայացնեմ, ոչ թե ուրիշները։ Ես ասում եմ իմ խոսքերը հավատամ, ինձ վստահ եմ։ Ես չեմ սիրում, երբ ներկայությամբ կռվում վատ բաներ են ասում։
Ես ճիրում եմ, երբ մեծերը խաղում են ինձ հետ, հոգ է տատում իմ մասին, ես ապահով ուրախ եմ զգում։ Եվ թեմայի շարունակությամբ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ուղերձ է հղել երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ։ Ուղերձից ներկայացնում ենք մի հատված։ Սիրելի երեխաներ, շնորհավորում եմ ձեզ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։ Հունիսի 1-ը կարևոր առիթ է ևս մեկ անգամ վերահաստատելու, որ յուրաքանչյուր երեխայի իրավունքների ապահովումը պետության և հասարակության առաջնային պարտավորություններից են։ Երեխայի իրավունքների լիարժեք իրացումը հնարավոր է միայն այնպիսի միջավայրում, որտեղ ապահովված են անվտանգությունը, արժանապատվության նկատմամբ հարգանքը, կրթության հասանելիությունը, հավասար հնարավորությունները և մասնակցության իրավունքը։ Յուրաքանչյուր երեխա պետք է լինի լսված և պաշտպանված ընտանիքում, կրթական և այլ հաստատություններում ու հասարակական կյանքի բոլոր բնագավառներում։ Երեխաների նկատմամբ բռնության, խտրականության ցանկացած դրսևորում և նրանց իրավունքների որևէ այլ խախտում անընդունելի է։ Երեխայի լավագույն շահի ապահովումը պետք է ընկած լինի յուրաքանչյուր որոշման և գործողության հիմքում։ Իդեպ երեխաների պաշտպանության օրվա թեմային անդրադարձ է կատարվել նաև մեր վերլուծական բաժնում, որին կարող եք հետևել մեր թողարկումից անմիջապես հետո։ Այլ թեմաների մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումները կմեկնարկեն հունիսի 8-ին։ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը կընդգրկվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 8-րդ գումարման 11-րդ նստաշրջանի 2026 թվականի հունիսի 16-ին գումարվող հերթական նիստերի օրակարգում։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության փորձագիտական հանձնաժողովի այս տարվա երկրորդ նիստում քննարկվել են նոր հայտնաբերված պատմամշակութային կառույցների, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների կարգավիճակ տալու հարցը և հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր։ Հանձնաժողովի դրական եզրակացությունների հիման վրա 12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ։ Քննարկվել են նաև մի շարք հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը։ Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի և ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ կուսակցություններից մեկի Աբովյան համայնքի տարածքային գրասենյակի պատասխանատուն կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաև տվել է ընտրակաշառք։ Հակակոռուպցիոն կոմիտեն տեսանյութ է հրապարակել։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի և ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության Աբովյան համայնքի տարածքային գրասենյակի պատասխանատուն հիշյալ կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաև տվել է ընտրակաշառք։ Դες եթե հարմար է գալ շիստենան երկու բատ, ոսա մոստերից։ Դու գային դու մի երևը, որը չի սակի ախտել։ Դու ասա չեմ լսում։ Լավ մարդու մանա, իմանա դոնի մանա չեմ խավիզ դեմ, ես անձամբ վիճ չէի դեմ։ Հիմա ասածը սենա, ես կուզեմ ընկեր, դե դու չես տատխի, դու գարշ ես գա, իմ թևը բռնի, կողս կայնի, որը սարև ուզում եմ ասենց, ուրիշ բան չեմ ինգեր, երկու մանակ ես եմ ստանում, երկու մանակ ինքնով եմ։ Ակոսկի, հա, վաղը միսոր աստված Արմեն Էթալվա պայլվում իմ ջոգելով, մի հատ հարց լինի, քեզ ինձ, բա հաճելի չի Արմեն դեպի դիմենք ունի։ Լավ կլնի չէ։ Ես ով եմ վերջում ոչ մի բան չի իլու, ասել ապրել։ Ինչ մնում է ինչը իմ էշությունը։
Դարի ես եմ քեզ խոստանում, ախպորը։ Ինչ է։ Դու ես լավ տղեկ եմ։ Մենք լսում ենք, դու անում ենք, խոսնում ենք, դարսը մի շան դու ես ես նայում եմ։ Իմ անում եմ, իմ հետ ես ասում։ Ես քո ընտանիքն է, դու ամենահարազատ մարդն ես, մենք սենց ասում։ Ու խախի իմարեք չի։ Ախպոր համար, հա։ 10 կա դրա համար եմ ասում։ Ախպոր, կա, Գարուս ջան, դա ես խոստանում։ 10 կա դրա համար եմ ասում։ Դա ես եմ խոսում։ Վարկովա Չեղեստանի թեման է 10։ Որը չի տալու։ Չեմ ես դրամը ասեմ։ Հա, մանեքս։ Մեկը մենք մոյ շենք է, մեր հայացքն։ Նայ, այս մոյ շենքից մարդ է։ Եվ մի քիչ ալտիկ տղա որ շենքին կարա ասում, սենսոց է։ Դեմ, դրամը ասեմ։ Սաղին էլ Ամերիկա ճանաչես, լավ, ոսկի տղեկ եմ։ Ասենք ամեն մեկ իր 10-ով են, ասում են անում են, վիզ ենք դնում, բերում են, սաղին նայում ենք, սենք ասեմ, ում խաղում են։ Ուզում եմ ինձի տված պատասխանատու 14 շենք, հա, այդ շենքը տրակցում եմ։ Լավ ձևով լոգի, գալուս չի։ Էդ էլ ասեմ։ Այս պայն այդ քանն է տրամադրված։ Կարող է վաղ ասի 5 օք էլ ավեր սրա, այդ ասես լավ աղբեր կա ճարպիկ, ասեմ իրան էլ դեր։ 100 տղավարի ձևը կնեմ, եթե իմանամ իմ հետ ես գալիս ես վիզ եմ գնում իրար, եթե մի հատ աստված կա, գործով, կարող եմ այդ ընկերը ուզել է ախրանա մի տեղ, կամ ինչ-որ մի տեղ, չգիտեմ գործով, երամոս առուկեն հետ ինքը կապում է։ Ես Արմենի խնդրեմ, ասեմ ախպորը Էդ էլ ասում։ Ես բերամո ասում, հավրի ջեբը։ Տեսքի ես պարզ ասում եմ, ախպեր, թեմա չկա։ Հա, ախպեր, հա, ինչքան շատ մարդ ենքան լավ։ Նատ բայց շապատ զանգ է, էլի ինձ բանախելիս։ Ոպաս, սպայի է, սպայի ասի։ Սաս, հələ չեն տվե, պրոստը։ Հələ չեն տվե կտամ, չէ անստասվելի բանտային, էլի, հələ չեն տվե, սխտովնից էլեցած միջև։ Ես տվել էին, ու դարակին ասել, ու դարակին անստասվեց միջև անստասվելի որորինից։ Ոպարս, մեկ նշումանես, մեկ էլ որ 60 է ինջեղետ նային գերին։ 60, հա։ Մեկ ես կես միացնես, բան թողեմ, հələ որ ձեն չեն հանե, սի պրոստը ես իմ կողանց թողեմ մոտը։ Թե, ախպերա թողեմ, չէ, լոր սրտովս անցել է, ով որ բաժիշ կհարե օգնել։ Որը մերնամ կյանք, ախպերական միր էլի։ Ապա իմ մոտ նեղանում եմ Դեմ, ոչինչ, դե իմը կարող եմ սարատիվ ախպերներին, հյուրասիրես, ասես ընգ է, սենց է։ Դեպքի արդիվ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։ Եվ քանզի խոսվեց ընտրություններից, Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը բուռն կերպով շարունակվում է։ Նախընտրական զարգացումներին ծանոթացեք տեսաշարով։ Հայաստանի Հանրապետությունում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական պայքարի շրջանակներում Լուսավոր Հայաստան կուսակցությունը հունիսի 1-ին քարոզարշավ անցկացրեց Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում։ Ուրեմն երեք մենք տեսանք, թե ինչպես է հանրային հեռուստաընկերությունով ընթանում քաղաքական ուժերի բանավեճը, բնականաբար 19 քաղաքական ուժերից մի մասին էին հրավիրել եւ մաս-մաս են հրավիրում։ Ես ուղղակի ուզում եմ ասել, դա բանավեճ չէր, դա հայհոյախառն կռիվ էր, որտեղ բացի հայհոյանքները նաեւ կային ինչ-որ խոսակցություններ Հայաստանի անվտանգության մասին, որը բացարձակապես Հայաստանի անվտանգության մասին չէր։ Եվ ուզում եմ մեր ժողովրդին այս բանավեճի օրինակով ցույց տալ, թե եթե հանկարծ պարլամենտ անցնեն միայն այդ ուժերը, ինչպիսի պարլամենտ եք դուք ունենալու։ Նայեք, սա շատ պարզ խոսակցություն է, հետո չգաք ասեք, վայ բայց էս ինչ եղավ, վայ բայց ոնց եղավ։ Ախր ակնհայտ է, դուք տեսնում եք ինչա կատարվում, սիրելի հայրենակիցներ։ Եվ մյուսը, որ ուզում եմ էլի անդրադառնալ, ուրեմն Euronews-ով հրապարակել են ինչ-որ հարցում, որը իրականացվել է հայկական մի սոցիոլոգիական ընկերության կողմից, եւ ըստ այդ հարցման խայտարակ տվյալներ են հրապարակել, որ իբր իշխանությունը 65%-ով հաղթում է եւ ընդդիմադիր ինչ-որ ուժեր են անցնում, բայց կարծում եմ արդեն անիմաստ է քննարկել, թե ով է անցնում, ոնց է անցնում, բայց իշխանության այդ ցուցանիշ է։ Մենք համարում ենք սա ռոպագանդայի մի հատված, այսինքն մարդկանց քարոզել անհուսություն, որ դե իշխանությունն արդեն հաղթել է եւ որ մարդիկ դրանից վախենան, չգնան ընտրության, համարեն անհույսը, անիմաստա, մենք այստեղ ենք սիրելի հայրենակիցներ ձեզ ուղերձ տալու, որ բացարձակապես մի նայեք որևէ հարցման, դուք անպայման գնացեք ընտրական տեղամասեր։
բացարձակապես չհավատաք մինչև ընտրություններ հրապարակված հարցումներին, դուք ուղղակի գնացեք ընտրական տեղամաս եւ թիվ 19 քվեաթերթիկով այնպես քվեարկեք, որ խորհրդարանում լինեն բազմաթիվ ուժեր, որի արդյունքում կձևավորվի կոմպրոմիսային կառավարություն, կոմպրոմիսային վարչապետով եւ կարգելվի երրորդ ժամկետի Նիկոլ Փաշինյանի ընտրվելը, դա տեղի չունենա եւ նաեւ տեղի չունենա երեկվա բանավեճի իրավիճակը, այսինքն երբ որ մարդիկ ուղղակի իրար հայհոյում են քաղաքական ամբողջ բանավեճը թողած։ Նոր ուժ կուսակցությունը Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում եղել է աջափնյակ վարչական շրջանում։ Հայկ Մարությանը շփվել է քաղաքացիների հետ, ներկայացրել կուսակցության նախընտրական ծրագիրը, քարոզչական թռուցիկներ բաժանել քաղաքացիներին, բոլորին հորդորելով գնալ ընտրության եւ քվեարկել նոր ուժ կուսակցության օգտին, որի քվեաթերթիկը 5-րդն է։ Ուզում եմ ձեզ մերսի ասեմ Բուենոս Այրեսի այգու համար։ Տրանսպորտի մետրոյի մոտ 300-ից իջեցրեցինք 150։ Բանի հասան, չրեք։ Դերանի դուք հաստեք։ Ձեզան շատ բան է կախված։ Ձեր ընտրողներն են։ Գուշ։ Ընտրեմ ձեզ։ Բայց դուք կաք 18 տարի։ 19 են դառնում։ Լավ։ Շատ։ Մենք ձեզ շատ ենք սիրում։ Շատ եմ հավոն։ Շնորհակալ եմ։ Ձեին համար 5 ենք։ Համար 5 ենք ընտրության ժամանակ, համեցեք։ Ընտրության ժամանակ համար 5 ենք։ Շատ հաճելի է, համեցեք, Ժողովուրդ ջան։ Մենք համար 5 ենք։ Հաճելի է, գիտեմ։ Մենք համար 5 ենք, համար 5 ենք։ 5 ենք, տղեկ ջան։ Լավ եղեք։ Հայ ազգային կոնգրեսը ագարակից հանդես է եկել տեսաուղերձով, նշելով, որ կառուցելու են Երևան, Գագարին, Ագարակ երկաթուղին։ Մեր ծրագրի գլխավոր կետերից մեկը դա խաղաղության երկաթուղու ստեղծումն է, այսինքն մենք պետք է կառուցենք Հայաստանը Իրանին կապող երկաթուղի եւ դեպի Իրանը բացվող դարպասը լինելու է հենց այս ուղղությունը, Ագարակի ուղղությունը, այստեղ է որ մենք մուտք ենք գործելու Իրանի տարածք երկաթուղով եւ ստեղծվելու է մի գործիք, որը ծառայելու է եւ Հայաստանի խաղաղությանն ու անվտանգությանը, մասնավորապես Ադրբեջանի ճնշումներից եւ Թուրքիայի ճնշումներից անկախությանը, բայց նաեւ մի գործիք, որը սև ծովը Վրաստանի, Հայաստանի միջոցով կապելու է Իրանին եւ Պարսից ծոցին, որը բացելու է Հայաստանի ճանապարհը դեպի Հնդկական օվկիանոսի նավահանգիստները։ Սա նաև կարևոր նշանակություն է ունենալու կոնկրետ ագարակցիների համար, որովհետև այսօր քաղաքը ամբողջովին կախված է Զանգեզուրի պղինձամոլիբդենային կոմբինատից, ըստ էության մոնո արդյունաբերական քաղաք է եւ անգամ ազատ առևտրի գոտին ըստ էության լուրջ չի գործում, ինչը կփոխվի, երբ որ մենք կառուցենք այս երկաթուղին։ Սա կդառնա արդեն գործող տնտեսական օրգանիզմ, որում կզարգանան տնտեսական տարբեր ուղղությունները։ Այսպիսով Ագարակը դառնալու է մեր դարպասը դեպի Իրան, դառնալու է սոցիալ-տնտեսական զարգացման, գործարարական ակտիվության կարևորագույն հանգույցներից մեկը։ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը եղել է Մարտունիում եւ բնակիչներին ծանոթացրել է իր ծրագրի հետ։ Մենք իրական այլընտրանքային ուժի, անոր մեր պայծառ ու հոգալի ապագայի Հայաստանի շնորհապետական կուսակցություն, Գրիաթետիկ համար 4 Վարշավետի տեքնատու Սիվանյան համար 4 Ժողովրդական համախմբում կուսակցությունն էլ եղել է Դավթաշեն համայնքում, հանդիպել քաղաքացիներին եւ քարոզչական թռուցիկներ բաժանել։ Մենք մի խումբ ընկերուհիներով խոսում էինք ձեր մասին։ Ու ես ասեցի, որ իրոք որ ինքը եւ սիրունել է ստեղծել։
Ես միշտ լսում եմ։ Գանք Երևանյան խնդիրներին։ Երևանում վաղվանից 5 տրոլեյբուսներ չեն լինի։ Բերված 45 տրոլեյբուսից 30-ը արդեն գիծ է դուրս բերվել և շահագործվում է։ Այս մասին քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի էլեկտրատրանսպորտ փակ-բաժնետիրական ընկերության տնօրեն Սարգիս Բեջանյանը։ 45 նոր տրոլեյբուսից 30-ն արդեն գիծ է դուրս բերվել։ Վաղվանից 15-ն էլ դուրս կգան, մանրամասնել է նա։ Նշենք, որ Երևանում միայն մեկ 5 տրոլեյբուս է մնալու, որը նախատեսվում է կամ որպես գրադարան շահագործել, կամ որպես սրճարան։ Նշենք, որ այսօր գործակարգավարական խորհրդակցությունը վարում է փոխքաղաքապետ Արմեն Փամբուկչյանը։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նախընտրական քարոզարշավով պայմանավորված գտնվում է արձակուրդում։ Հիշեցնենք, որ 2025 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած կառավարության նիստի ժամանակ Տիգրան Ավինյանը հայտարարել էր հաջորդ 45 տրոլեյբուսի ձեռքբերումից հետո ամբողջ պարկը թարմացնելու մասին։ Եվ միջազգային լրահոսին ընդառաջ։ Վերջին 48 ժամվա ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցներ է ունեցել Լիբանանի նախագահ Ժոսեֆ Աունի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, առաջ մղելու հրադադարի նոր նախաձեռնությունը։ Այդ նպատակի համար որպես առաջին քայլ Վաշինգտոնն առաջարկել է, որ Հեզբոլահը դադարեցնի Իսրայելի վրա բոլոր հարձակումները։ Իսրայելն էլ պետք է զերծ մնա Բեյրութում լարվածության սրացումից։ Ամերիկացի պաշտոնյայի խոսքով դա տարածություն կստեղծի աստիճանական դեսկալացիայի և ռազմական գործողությունների արդյունավետ դադարեցման համար։ Աղբյուրը պնդել է, որ Լիբանանի առաջնորդը փորձել է առաջ մղել այդ նախաձեռնությունը, սակայն երկրի խորհրդարանի խոսնակ Նաբի Բերիի պատասխանը խուսափողական և հիասթափեցնող է եղել։ Խոսնակը նշել է, որ կարող է երաշխավորել, որ Հեզբոլահը կպահպանի հրադադարը։ Այնուամենայնիվ նա կոչ է արել Իսրայելին առաջինը դադարեցնել ռազմական գործողությունները։ Իսկ այս պահին միջազգային լրահոսը, որը կներկայացնենք տեսաշարով։ Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Սիրիայի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները։ Հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Ալ-Շարան ընդգծել է Սիրիային միջազգային աջակցությունը շարունակելու կարևորությունը վերակառուցման և վերականգնման փուլում, հավելելով, որ մնացած պատժամիջոցների վերացումը կարևոր քայլ է Սիրիայի տնտեսության վերականգնման և քաղաքացիների կենսապայմանների բարելավման համար։ Նա նաև ընդգծել է, որ պատժամիջոցների վերացումը կխրախուսի ներդրումները և կստեղծի նպաստավոր միջավայր տնտեսական և զարգացման նախագծերի համար։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում անվտանգության զարգացումներին և տարածաշրջանային լարվածությունից բխող մարտահրավերներին։ ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ շաբաթվա վերջին ինքնապաշտպանական հարվածներ են հասցրել Իրանի Գորուկ շրջանում և Քեշմ կղզում գտնվող իրանական ռադարների և անօդաչու թռչող սարքերի կառավարման կետերին։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը X-ում գրառման մեջ հայտարարել է, որ դա Թեհրանի ագրեսիվ գործողություններին պատասխանն էր։ Մասնավորապես ամերիկյան կողմը հայտնել է, որ Իրանը խոցել է միջազգային ջրերի վրայով թռչող ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարք։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ ԱՄՆ կործանիչները պատասխանել են ոչնչացնելով իրանական օդային պաշտպանությունը, ցամաքային կառավարման կայանը և 2 գրոհային անօդաչու թռչող սարք։ Հրամանատարությունից հավելել են, որ ԱՄՆ զինծառայողներից ոչ մեկը չի տուժել։ Ամերիկյան կողմը նշել է, որ հրամանատարությունը կշարունակի պաշտպանել ամերիկյան շահերը շարունակվող հրադադարի ընթացքում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այսօր հայտարարել է, որ Իրանն իսկապես ցանկանում է համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ և որ դա լավ կլինի Վաշինգտոնի և նրա դաշնակիցների համար։ Այս մասին Թրամփը գրել է Truth Social էջում։ Նրա գրառումը կատարվել է ընդամենը մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ ԱՄՆ զինված ուժերը հայտարարեցին, որ շաբաթվա վերջին հարվածներ են հասցրել իրանական ռազմական օբյեկտներին, իսկ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց, որ ի պատասխան թիրախավորվել է
են ամերիկյան բազան, ինչը վերջիններ 3 ամիս տևած պատերազմի ավարտի բանակցությունների ֆոնին տեղի ունեցած փոխանակումների շարքում։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ շուտով որոշում կկայացնի Իրանի հետ հրադադարի ռեժիմը երկարաձգելու առաջարկվող գործարքի վերաբերյալ։ Ֆրանսիայի ռազմածովային ուժերը Մեծ Բրիտանիայի եւ մյուս գործընկերների աջակցությամբ Ատլանտյան օվկիանոսում կալանել են Ռուսաստանից ուղևորվող լցանավը, որը գտնվում է պատժամիջոցների ներքո։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Գործողությունն իրականացվել է Ատլանտյան օվկիանոսում միջազգային ջրերում մի շարք գործընկերների, այդ թվում Մեծ Բրիտանիայի աջակցությամբ, ծովային իրավունքի խիստ պահպանմամբ, գրել է Ֆրանսիայի ղեկավարը X-ում։ Նա անընդունելի է համարել նավերի կողմից միջազգային պատժամիջոցների շրջանցումը, ինչպես նաև ավելի քան 4 տարի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի մղած պատերազմի ֆինանսավորումը։ Այս նավերը, որոնք չեն պահպանում ծովային նավարկության ամենահիմնական կանոնները, նաև սպառնալիք են ներկայացնում շրջակա միջավայրի եւ բոլորի անվտանգության համար, գրել է Ֆրանսիայի նախագահը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ բանակին հրամայել է ընդլայնել գործողությունները Լիբանանում արմատական Հեզբոլլա շարժման դեմ պայքարում։ Նա նշել է, որ իր նպատակն է խորացնել եւ ընդլայնել վերահսկողությունը այն վայրերի վրա, որոնք գտնվում էին Հեզբոլլահի վերահսկողության ներքո։ Այս մասին նա գրել է X-ի իր էջում։ Լիբանանը ներքաշվել է մերձավոր արևելքի հակամարտության մեջ այն բանից հետո, երբ Հեզբոլլահը ի պատասխան Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների մարտի 2-ից հարձակումներ էր սկսել Իսրայելի դեմ։ Լիբանանի կառավարության տվյալներով իսրայելական գործողությունների հետևանքով Լիբանանում մինչև օրս զոհվել է ավելի քան 3412 մարդ։ Չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ապրիլի 16-ի կեսգիշերին հայտարարված հրադադարի Իսրայելի եւ Հեզբոլլահի միջև բախումները շարունակվում են։ Ճապոնիայում թայֆունի մոտենալու պատճառով չեղարկված չվերթների թիվը գերազանցել է 400-ը։ Չեղարկումներն առաջին հերթին վերաբերում են Օկինավային, որտեղ հունիսի 1-ից 2-ը կմոլեգնի թայֆունը։ Ազգային օդերևութաբանական վարչության տվյալներով դրա էպիկենտրոնն այժմ գտնվում է պրեֆեկտուրայից հարավ եւ շարժվում է դեպի հյուսիս ժամում մոտավորապես 15 կիլոմետր արագությամբ։ Օդերևութաբանների գնահատումներով Օկինավայից հետո թայֆունը կփոխի ուղղությունը դեպի հյուսիս-արևելք եւ կարող է ընթանալ Ճապոնիայի հիմնական մասի Խաղաղ օվկիանոսյան ափի երկայնքով, անցնելով Կյոսու, Սիկոկու կղզիներով, ինչպես նաև Տոկիոյի մայրաքաղաքային տարածաշրջանով։ Ինդոնեզիայի արևելքում ենթադրաբար երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ռումբի պայթյունի հետևանքով 5 մարդ զոհվել է, 3-ը անհետ կորել։ Միջադեպը տեղի է ունեցել կիրակի կեսօրին Պապուա նահանգի Բիակ Նումֆոր շրջանում։ Պայթյունը հողին է հավասարեցրել դեպքի վայրի մոտակայքում գտնվող 6 տուն։ Վկաների նախնական ցուցմունքների հիման վրա իշխանությունները ենթադրում են, որ ռումբը կարող էր պայթել այն ժամանակ, երբ տեղի բնակիչները փորձել են բացել զինամթերքը։ Ոստիկանությունը մոտակայքում հայտնաբերել է նաև չպայթած ականանետային ական։ Եվ վերջում եղանակի մասին։ Հանրապետության տարածքում հունիսի 1-ից 5-ը առավելապես ցերեկայի ժամերին առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև եւ ամպրոպ։ Տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 1-ից 5-ը գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ից 2-ը աստիճանաբար կբարձրանա 3-ից 4 աստիճանով։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, կհանդիպենք։